Պարոն Մկրտչյան, նա որտեղ էր Արփինե Սարգսյանը, նաև իր անունն էլ էր գրած էկրանին, որ ինքը պետք է ներկայացներ կատարողականը։ Նախարարը զբաղվածության պատճառով չմասնակցեց 25 թվականի բյուջեի կատարողականին եւ ես ներկայացրեցի։ Պարոն Մկրտչյան, ես ուզում եմ անդրադառնանք ընտրության օրը ներքին գործերի նախարարության աշխատանքին եւ այս պահի դրությամբ, եթե ամփոփել եք, ինչ տվյալներ ունեք, ինչ օրինակ քաղաքական հիմքով ինչ հարցագործություններ են տեղ ունեցել, որովհետեւ մենք համացանցում տեսանք տեսանյութ, թե ինչպես է ընտրատեղամասի մոտ մարդիկ իրար ծեծում եւ ասում են դա քաղաքական ենթատեքստ ունեցող միջադեպ է տեղ ունեցել։ Շնորհակալություն հարցի համար, նշեմ, որ ներքին գործերի նախարարությունը եւ մասնավորապես ոստիկանությունում ձևավորվել են շտաբներ, աշխատանքային խմբեր եւ պատշաճ հասարակական կարգ ու կանոն ապահովել բոլոր ընտրատեղամասերում։ Նշեմ նաեւ, որ մենք ամսի 7-ին արձանագրել ենք արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, իհարկե նաեւ մշտադիտարկում է իրականացվել իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից, արձանագրել ենք մի շարք դեպքեր, դրանց մի մասը ստուգման փուլում են եւ ձեր կողմից նշված հնարավոր ծեծի, խուլիգանության, այսպես ասած դեպքերը արձանագրվել են եւ հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմին։ Ես այս պահին այդպիսի որակումներ չէի տա, որ դրանք քաղաքական են կամ քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրության հետ կապված դեպքերը արձանագրվել են։ Մի մասը ուղարկվել է քննչական կոմիտե, ինչի մասին մենք պարբերաբար 3 ժամյա պարբերականությամբ հայտարարել ենք։ Եվ մի մասն էլ ստուգվում է, որոնք կամ հերքվեն, կամ կհերքվեն, կամ նույնպես կներկայացվեն քննչական մարմին։ Ես չեմ կարող այս պահի նշել, քանի գործ է հարուցվել, ես կարող եմ նշել, որ շուրջ 100, եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ մեր կողմից ներկայացվել է քննչական կոմիտե։ Հնարավոր է այլ աղբյուրներից քննչական կոմիտեն եւս ստացած լինի հաղորդումներ եւ արդեն հարուցված ուրեմն բարույթների թիվը կարող եք հստակ ճշգրտել քննչական կոմիտեի։ Տեսեք, ընդդիմությունը ասում է, որ ըստ էության այն դեպքերում, երբ որ խախտումներ, հարձակումներ քաղաքացիների վրա իրականացնում է իշխանության ներկայացուցիչ իշխանության համակիրը, ոստիկանությունը չի արձագանքում կամ ըստ էության նույն օպերատիվությամբ չի արձագանքում, ինչ եթե տեղի է ունենում հակառակ օրինակ Մասիսում մենք բոլորս տեսանք կադրերը, վստահ եմ դուք էլ եք տեսել, թե ինչպես էր Մասիսի ԵԿՄ նախագահը հարձակվում քաղաքացիների վրա, այս դեպքում ուժեղ Հայաստանի համացանցում ընտրության օրը տարածվեցին կադրեր, թե ինչպես է ԿՊ-ի վստահված անձ է հարձակվում ուժեղ Հայաստանի ներկայացուցչի վրա եւ նմանատիպ այլ դրսեւորումների դեպքում ոստիկանությունը համարժեք չի արձագանքում եւ ըստ էության ասում են, որ ոստիկանությունը իրականացնում է քաղաքական ուղղվածությամբ գործունեություն։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, նախ կարծում եմ, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել եւ ընտրական պրոցեսների եւ հնարավոր իրավախախտումների, այսպես մշտադիտարկման տեսանկյունից, ես բոլոր կարողա դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել եւ ներկայացվել են քննչական կոմիտե։ Ներկայացվել են, բոլորով ներկայացվել են, ես ուղղակի թվարկված դեպքերը տենց ամբողջությամբ չնույնացրեցի, բայց բոլորը ներկայացված են եւ համապատասխանաբար քննություն է լինել։ Պարոն Մկրտչյան, տեխնիկական այդ թերությունները ինչ ծավալ են կազմել, ենթադրենք մարդը, որ մահացել են ժամանակ, որ արդեն ցուցակները տպված են եղել, ընդդիմությունը իրանց մասին էլ էր խոսում, դրանք ինչ ծավալ են կազմել։ Դե հնարավոր է նաեւ որոշ դեպքերում այդպիսի դեպքեր արձանագրվեն, բայց դրանք ես չեմ կարծում, որ էական են եւ պարզաբանվել են եւ ընտրության օրը պարզաբանումներ տրվել են օպերատիվ աշխատել են միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը եւ ընդ որում եթե կան նաեւ էլի պարզաբանվող հարցեր բավականին թափանցիկ process-ում կարելի է դրանք տալ պատկան մարմիններին ստանալ պատասխաններ։ Շնորհակալ եմ։